Ինչ է նախատասությանմը փուն նպատակը։ Նախատասության փուն նպատակը խաղապարմը կամ միտքմը փոխանցելն է։ Հովհաննես Թումանյան գրած է բոլոր հայերուն համար։ Հոս ես մեկ միտք փոխանցեցի։ Երբեմն գրնանք երկու տարբեր նախատասություններ, տարբեր միտքեր միացնել մեկ նախատասության մեջ։ Այս բարակային գարիքը ունենք հատուկ բարերու, որոնցմով կարելի գլա միացնել զանոնք։ Նայեցեք ինչպես։ Հովհաննես Թումանյան գրած է բոլոր հայերուն համար։ Հովհաննես Թումանյան գոչված է ամենայն հայոց բանաստեղծ։ Տեսակ, որ երկու անգամ ես հիշեցի Հովհաննես Թումանյան անունը։ Կարելի է ասոնցմե մեկը զեղչել բարովմը, որ թերանուն կգոչվի։ Դուք գիտեք, որ թերանունը անունին թերը կատարող բարմն է, զոր կգործածենք գոյականմը, ածականմը, թվականմը, մակբայմը զեղչելու համար։ Հովհաննես Թումանյան, որ գոչված է ամենայն հայոց բանաստեղծ, գրած է բոլոր հայերուն համար, որ թերանունը գաբեց երկու նախատասությունները։ Երկու նախատասություններուն միջև ստեղծեց հարաբերություն, այդ պատճառով ալ կգոչվի հարաբերական թերանուն։